Դերասան և երգիչ Գոռ Հակոբյանը նոր հրապարակմամբ հայտնել է, որ որդին՝ Ֆելիքսը սկսել է բուժման 6-րդ փուլը։ Գոռ Հակոբյանը սոցիալական ցանցերի իր էջերում կիսվել է նորությամբ, տեղեկացնելով, որ բուժման ընթացքը շարունակվում է։ Հիշեցնենք, որ արդեն մի քանի ամիս է ընտանիքը գտնվում է Գերմանիայում, որտեղ էլ ընթանում է Ֆելիքսի բուժումը։ Այդ ընթացքում Գոռ Հակոբյանն ու նրա կինը պարբերաբար հրապարակումներ են անում, տեղեկացնելով որդու առողջական վիճակի և բուժման մասին։ Շարունակելով խոսել օրվա կարևոր աստղային իրադարձությունների մասին, նշենք, որ դերասանուհի Ռոզա Դավթյանը ակտիվ հրապարակումներով կիսվել է սոցիալական հարթակներում։ Ռոզան պատմել է այն մասին, որ մաքրության օր է հայտարարում։ Եվ մինչ իր հետևորդների հետ կկիսվեր իր անելիքներով, Ռոզան նաև անդրադարձել է իրեն վատ մեկնաբանություն գրող և քննադատող մարդկանց։ Ռոզա Դավթյանի հրապարակած տեսանյութերն առաջարկում ենք դիտել առանց մեկնաբանության։ Այսօր հայտարարում եմ մաքրության օր, սենյակս եւ գարդերոբնիս ուղակի պայթած են, ավելի հարմար բառ չկա։ Չգիտեմ, մի քանի օր գործեր ունեի, կուտակվել է ասենց բոլոր շորերս, հետո ձմեռային, ամառային, աշնանային, գարնանային, մի խոսքով։ Հիմա պետքա փորձեմ շատ արագ հավաքեմ, ահա որ ուղղակի ամեն ինչ ուրիշ տեղ է, իր տեղը չի, բոլոր իրերը լավ չխրանամ։ Հավաքելու եմ գնում։ Եվ ի պատասխան այն մարդկանց, ովքեր ինձ հարցնում են, Ռոզա ջան, ինչու ակտիվ չես, ասեմ, երբ հասցնեմ ակտիվ լինեմ։ Նոր գնացի սուպերմարկետ, հիմա եկա տան գործ պիտի անեմ, հետո մի հատ դուրս եմ գալիս, բան ունեմ նկարելու, հետ եմ գալիս, ընդդեմ ձել չարժված, ուրիշ ամեն ինչ վարվում է աշխատանքը։ Հիմա լավ է, որ աշխատանքի չեմ, մի խոսքով ես գնամ իմ գործերն անեմ, արդեն շատ եմ խոսում։ Խոստանում եմ, ակտիվ եմ դառնալու։ Մի քիչ էլ սպասեք։ Իսկ այս սթորին ուղղում եմ հատուկ բոլոր այն անմակարդակ եւ անգրագետ մարդկանց, ովքեր հերիք չի չեն կարողանում սթորիս ուղարկեն իրենց ընկերներին, ինձ են reply անում, պատասխանում եւ ես տեսնում եմ իրենց մեսեջները։ Բացի դա նաեւ մեսեջները պարունակում են ոչ կոռեկտություն, իհարկե այդտեղ վիրավորանք չկա, ուղղակի մարդիկ ցույց են տալիս իրենց դեմքը, թե ինչպես են իրենք շփվում առասարակ իրենց հարազատների հետ, իրենց լեքսիկոնը եւ շփման ձևը։ Դուք ինձ այդպես չեք վիրավորում բնավ կամ էլ թե ինչ որ վնասում, այլ ցույց եք տալիս ձեր մակարդակը։ Եվ ես ինչ պետք է ձեզ միշտ գրում եմ, մի քանի անգամ արդեն հանդիպել եմ այդպիսի սխալմամբ ուղարկված մեսեջների, բայց չեմ զլանում, սթորիով էլ ասում եմ փորձեք ավելի զգուշ լինել, որովհետև նորից ու նորից դուք այդպես ցույց եք տալիս ձեր գրագիտությունը եւ դեմքը։ Այսքանը։ Մինչև հավաքելս ասացի ֆոտոներ անեմ, որ հետո հավաքելուց հետո էլ հավաքած ֆոտոներ անեմ, տեղադրեմ, տեսնենք դո պոսլեն, ու մինչև հավաքելը նկարեցի, հավաքելուց հետո մոռացա նկարեմ ու տնից դուրս եկամ։ Ինչ անեմ։ Ասեք, ինչ անեմ, զանգեմ կիսուրիս, ասեմ մի հատ նկարի ուղարկի, տեղադրեմ, դուք էլ նայեք, հա։ Եվ բացի այդ ես հիմա Բանգլադեշում եմ եւ ազնիվ խոսք, ոչ մի բան չեմ փոխի Բանգլադեշի հետ, ոչ մի բան, ստեղի օդը, մարդիկ, աշխուժությունը, ամեն ինչը ինձ այնքան հոգի հարազատ է։ Bangladesh forever։ Եմ զարդերիս համար մի քանի բան վերցնեմ, սենց սիրուն աման վերցրի, բացի զարդերը, նաև օծանելիքներիս, մարմնի կրեմների համար, իմ ամանները սրանցից են, տեսնեմ ինչեր եմ վերցնում, ձեզ ցույց կտամ վերջում։ Վերջին շաբաթները դերասանուհի Մարիամ Ալեքսանյանն անցկացնում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, որտեղ էլ հանդիպել է դերասանուհի Էմմա Շաբոյանին։ Դերասանուհիները կիսվել են համատեղ ջերմ լուսանկարով, իսկ արդեն հետո դերասանուհի Էմմա Շաբոյանը խոսել է վերջին օրերի իր դեպրեսիայի մասին։ Առաջարկում ենք լսել նրան։ Բարի օր սիրելիներս, երեք վիդեոյի տեղադրել, որտեղ գրել էի, որ մի փոքր դեպրեսիաների մեջ եմ։ Եվ ուզում եմ անչափ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր անհանգստացան ինձ համար, ովքեր հարցրեցին,
Ես ձեզ շատ սիրում եմ այնքան, ինչքան դուք եք ինձ սիրում ու ինձ համար անհանգստանում։ Դեպրեսիայից մասին մի երկու բառով ասեմ, որ Միացյալ Նահանգներում եւ առհասարակոտար երկրում ապրող մարդկանց համար դեպրեսիան մի փոքր ավելի շատ է լինում, բարբերաբար կրկնվող է լինում եւ պարտադիր չի, որ ինչ-որ բան լինի, այլ հերիք է ուղղակի, որ դու ամեն վարքյան կամ գոնե մի վարքյան հետ գնաս անցյալ ու մտածես, որ կարող էիր օրինակ այլ կերպ քո կյանքը անցկացնել, բայց այս պահին ընտրել ես սա, կարող ես մի փոքր երկար դրամատիկ վերլուծություններից հետո ընկնել դեպրեսիային։ Ես ակասեք սենց իրունացել ես տնից դուրս ես եկել, էլ ինչ դեպրեսիա, բայց միակ բանը, ավելի ճիշտ արդեն երկու բան կա իմ կյանքում, որ ինձ կարող է դեպրեսիայից հանել, դա իմ տղու ներկայությունն է իմ կյանքում եւ իմ սիրած աշխատանքը։ Երբ ես զբաղվում եմ իմ սիրած գործով, ինձ համար այս կյանքում ամեն բան դառնում է երկրորդական, ինձ համար այս կյանքում յուրաքանչյուր բան դառնում է անցողիկ։ Չնայած որ անկախ ամեն ինչից ես ինքս դեպրեսիոն հապումներ ունեցող մարդ եմ, այդքան ուրախ, այդքան ակտիվ, այդքան ձեր կարծիքով էներգիայով լի էման, շատ հաճախ ընկնում է դեպրեսիաների մեջ։ Եվ ես հենց ընկնում եմ դեպրեսիայի մեջ, աշխատում եմ ընդհանրապես կադրով չերևալ եւ ձեզ չփոխանցել որևէ բացասական ալիք։ Բայց որ կամած, քանի որ արդեն դուրս եմ գալիս, մոտ 1 շաբաթ, 2 շաբաթ համարյա տևեց, ես նորից վերադառնում եմ։ Եվ դեպրեսիայից ինձ օգնեց դուրս գալ միայն իմ սիրած գործով զբաղվելու։ Ոչինչ։ Գրկում եմ ձեզ, առողջ եղեք, դեպրեսիաներից հեռու, եւ որ ամենակարևորն է, զբաղվեք ամենով, ինչը սիրում եք։ Միակ բանն է, որ մարդկանց հանում է դեպրեսիայից։ Գրկում եմ ձեզ, լավ մնացեք։ Նանո Քալաշյանն էլ Instagram-յան հարթակում հարց ու պատասխան էր կազմակերպել, որի ընթացքում նրան խնդրել էին հետևորդները, որպեսզի անդրադառնա հնդիկների հետ կապված վերջին աղմկահարույց թեմային։ Նանոն էլ խոսել էր այդ մասին, որը առաջարկում ենք լսել։ Երեխեք, ընենց հավես չունեմ։ Ես լուրջ հոգնել եմ ամեն ինչից, խնդրում եմ, հենա լիքը խոսացողներ կան, գնացեք իրաց նայեք, հենա խոսում են, մի հատ էլ ես խոսամ ինչն էր փոխվելու, պալբոմո տենց հա մեկը մի բան արեց, սրան են քլնգելու, այն մեկը մի բան արեց, նրան են քլնգելու, ես անկեղծ էլ հավես չունեմ, եւ երկրորդ, երբ որ խոսում ենք, հա ասում եք խոսում եք, երբ որ չենք խոսում, ասում եք չեք խոսում, ձեր բլոգինգով զբաղվեք, ես իմ ինչ հանգիստ թողեք, իրոք, ես ամեն ինչից հոգնել եմ, ես զզվում եմ, որ մարդկանց մեջ ատելություն կա, արդեն իմ վրա ազդում է, անկեղծ էլ, իսկ ես մաքսիմալ, ես այնպիսի շրջանում եմ, հիմա որ ես մաքսիմալ թեթև եմ ուզում անցնեմ, չներվայնանամ, թողեք էլի, հենա, խոսացողներ կան, գնացեք նայեք, զապրոսներում